Հայաստանի կառավարությունը պահեստային ֆոնդից 16.7 միլիոն դրամ է հատկացրել Գազայի հատվածում առողջական ծանր խնդիրներ ունեցող 3 երեխայի տեղափոխումն ու բուժումը կազմակերպելու նպատակով։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության ընտրած բուժառուները մասնագիտացված վիրահատական օգնություն կստանան Արաբկիր եւ Նոր Քմարաշ բժշկական կենտրոններում։ Պետությունը ստանձնել է բուժման, կացության եւ ճանապարհի բոլոր ծախսերը, որպես հումանիտար աջակցություն հակամարտության գոտում հայտնված երեխաներին։ Աշտարակ Երևան ավտոճանապարհին գտնվող տեղ սպասարկման կետերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Ըստ շրջանառվող լուրերի կրակի օջախում այրվում են մեծաքանակ կուտակված անվադողեր։ Երևանի Կուրխինյան փողոցում ծառի տապալման հետևանքով վնասվել է կայանված 3 ավտոմեքենան եւ գազատար խողովակը։ Դեպքի վայր ժամանած փրկարարները մասնատել ու հեռացրել են ծառը, վերացրել վթարի հետևանքները։ Գեղարքունիքի մարզում օգոստոսի 19-ի 7 զինծառայողի վրա երթի ենթարկած գազ 53 բեռնատարի վարորդը Վահան գյուղի բնակիչ է, պայմանագրային զինծառայող եւ 3 անչափահաս երեխայի հայր։ Նյուզեեմի հետ զրույցում ասել է Վահան գյուղի վարչական ղեկավար Արշակ Մկրտչյանը։ Վարորդը եղել է իր սեփական բեռնատարով, որը տարվա մեջ ընդամենը 1 ամիս է շահագործվում։ Մեքենան եղել է առանց պետհամարանիշի։ Իրավապահները պարզել են, որ այն պիտանի չէ եղել շահագործման։ Վարորդը վարորդական վկայական չունի եւ ձերբակալված է։ Ըստ գյուղապետի ճանապարհը նոր ասֆալտապատված է, բայց վերաերթի հատվածում լուսավորված չէ։ Վարորդը մեքենան գազացակայանում լիցքավորելուց հետո տուն վերադառնալիս է եղել եւ մութ ճանապարհին չի նկատել վազող զինծառայողներին։ Վերաերթը տեղի է ունեցել Ճամբարակի զորամասից մի քանի 100 մետր հեռավորության վրա։ Վարորդը ստապ է եղել, դեպքից հետո էլ փախուստի չի դիմել։ Վերաերթի հետևանքով զինծառայող Սուրեն Մամրեի Վարդանյանը տեղում մահացել է։ Վնասվածքներ ստացած զինծառայողներից 3-ին որևէ բժշկական միջամտության անհրաժեշտություն չկա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ազգային ժողովի նիստի ժամանակ հերթական միջադեպն է գրանցվել ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի եւ նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանի միջև։ Լևոն Քոչարյանը դիմելով Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանին փորձել է պարզել, թե ինչ հանգուցալուծում են ստացել իշխանական պատգամավորների կողմից նախկինում հնչեցված մեղադրանքները։ Պարոն Ֆարմանյան, երբ որ դուք տեխնացու եք ու քննարկումներ ներգնում ձեր ընտրելու հետ կապված, այսպես փորձ արվեց քաղաքացիական պայմանագրի պատգամավորների կողմից, գրեթե 91 թվից սկսած պետք ամբողջ համակարգի այս ենթադրյալ ու իրական բացթողումները ձեր հետ կապելու, ու նաև այս համատեքստում պատգամավորներից մեկը, եթե չեմ սխալվում, ասեց, որ ձեր դեմ ինչ-որ հաղորդում պետք է ներկայացվի կամ ժողովրդի լեզվով ասած, այսպես գործ տալու մասին ակնարկեց։ Նիստը նախագահող Վահագն Ալեքսանյանը արձագանքեց Լևոն Քոչարյանի խոսքին, գործ տալ եզրույթի կիրառումը դիտարկելով էթիկայի նորմերի համատեքստում, հայտարարելով, որ նմանատիպ ձևակերպումները կրում են քրեական ենթամշակույթի տարրեր։ Նախագահողը դադարեցրեց պատգամավորի ելույթը եւ զրկեց նրան խոսափողից օգտվելու հնարավորությունից։ Պարոն Քոչարյան, ասում եմ, ձեր ասածը քրեական ենթամշակույթի բաղադրիչ։ Ասում եմ, հիմա դուք ինձ լսեք, պարոն Քոչարյան։ Ձեր ասածը քրեական ենթամշակույթին ոչ դուք չեք խոսում, անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Անջատեք պարոն Քոչարյանի խոսափողը։ Ես եմ խոսում, պարոն Քոչարյան, ուրեմն լսեք ինձ։ Սամվել Կարապետյանը խստորեն քննադատել է հայ առաքելական եկեղեցու դեմ տարվող արշավը, այն որակելով որպես խայտառակություն եւ ազգային ու համաշխարհային ամոթ։ Անդրադառնալով կառավարության ծրագրում տեղ գտած եկեղեցու բարենորոգմանը վերաբերող կետին, Կարապետյանը նշել է. Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի եւ Ադրբեջանի սերտացող հարաբերություններն Ուկրաինայի հետ։ Պաշտոնական Մոսկվան անընդունելի է համարում ռազմավարական գործընկերների եւ դաշնակիցների ակտիվ շփումները Վլադիմիր Զելենսկիի վարչակարգի հետ։ Ըստ Զախարովայի, նմանատիպ քաղաքականությունը հաշվի չի առնում Ռուսաստանի անվտանգային շահերը եւ հակասում է միջպետական գործընկերության տրամաբանությանը։ Մոսկվան մտադիր չէ անտեսել այս իրողությունը եւ հորդորում է հաշվի առնել հնարավոր բացասական հետևանքներն ու ռիսկերը երկկողմ կապերի համատեքստում։
ԱԹՍ-ները հարվածել են Պերմին։ Անվտանգությունից ելնելով Բոլշոյե Սավինո օդակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Պերմում միացվել են տագնապի շչակները, քաղաքի մի շարք շրջաններում ուժգին պայթյունների ձայներ են լսվել։ Шановні українці, українки, значну частину дня сьогодні у Києві. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 10 տարվա պատժամիջոցներ է սահմանել ռուսական Մաշան եւ Արջը մուլտֆիլմի ստեղծողների նկատմամբ։ Ըստ ուկրաինական կողմի, Մաշան եւ Արջը սպառնալիք է ներկայացնում Ուկրաինայի ազգային անվտանգությանը։ ԱՄՆ-ն այլ երկ չուներ, քան հարձակվել Իրանի վրա միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու համար, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Գիտեք, ես նավթի 1 բարելի գինի իջեցի մինչև $1.85, իսկ հետո ասացի, որ մենք պետք է այցելենք Մերձավոր Արևելք, քանի որ չեն կարող թույլ տալ, որ Իրանը միջուկային զենք ունենա։ Եվ հենց դա էլ տեղի ունեցավ։ Մենք գործեցինք շատ արդյունավետ, մենք ջախջախեցինք նրանց, ռազմական առումով ամբողջությամբ ոչնչացրինք, ասել է Թրամփը։ Մենք ընտրության հնարավորություն չունեինք եւ ես դա կանեի եւս 100 անգամ։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ եւ նրանք այն չեն ունենա, նշել է Թրամփը։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին կոչ է արել ԱՄՆ-ին անհապաղ դադարեցնել իր ներկայությունը Մերձավոր Արևելքում եւ ընդունել Իրանին նոր տարածաշրջանային կարգը։ Մենք հետևում ենք ձեր յուրաքանչյուր քայլին, ցանկացած սխալ կամ վրիպում կհանգեցնի շատ ավելի լուրջ հետևանքների, քան նախկինում էր։ Անհապաղ դադարեցրեք ձեր ներկայությունը տարածաշրջանում, քանի դեռ շատ ուշ չէ, եւ ընդունեք Իրանի հաստատած նոր տարածաշրջանային կարգը, գրել է Ազիզին։ Թուրքիան, Եգիպտոսը եւ Կատարը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Գազայի հատվածում Իսրայելի իրականացրած վերջին օդային հարվածները։ Միջնորդ պետությունները նշել են, որ ռազմական գործողությունների այս նոր ալիքը լրջորեն վտանգում է հակամարտության դադարեցման ուղղված միջազգային դիվանագիտական ջանքերը։ Հայտարարության հեղինակները պահանջել են միջազգային հանրությունից գործուն միջոցներ ձեռնարկել, ապահովելու հրադադարի պարտավորությունների կատարումը եւ կանխելու իրավիճակի հետագա շիկացումը։ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը հայտարարել է, որ անցյալ տարեվերջից ի վեր Սուդանի Կորդոֆան տարածաշրջանում ռազմական բախումների սրման պատճառով ավելի քան 200,000 մարդ է տեղահանվել։ Արագ արձագանքման ուժերի անօդաչու սարքերի պարբերական հարվածները Էլ Օբեյդա քաղաքի էներգետիկ ենթակառուցվածքներին շարքից հանել են քաղաքի ջրամատակարարման, կապի եւ բժշկական սպասարկման համակարգերը։ Սուդանի բանակի եւ զինված խմբավորումների միջև իշխանության համար մղվող այս պայքարն արդեն խլել է շուրջ 59,000 մարդու կյանք եւ տեղանել ընդհանուր առմամբ 14 միլիոն բնակչի։